Սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, բարի երեկո վանացայն են։ Ահավասիկ դարձյալ ցեզի հետ ենք թիմանագար հայդակրին երրորդ հաղորդաշարով։ Ամեն չորեքշաբթի թիմանագար հաղորդաշարով մենք պիտի շարունակենք հանդիպել միասնապար ծանոթանալու եւ բացահայտելու այնպիսի հատկանշական անձնավորություններ, որոնց կյանքը մեզ կսորվեցնե հաղթահարել դժվարություններ եւ կերտել հաջողություն։ Թիմանագար հայդակրին գրնակեդեվիլ վանացայնի գայքեչով voiceof1.net եւ Փիչային հերացայնի Radio Voice of One live զրակիրով, ինչպես նաև ուղղակիորեն վանացայնի թիմադեդրի էջով։ Հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, այսօր մեր հյուրը ընդհանրապես համաշխարհային երաժշտական կյանքի եւ մասնավորապես դիպանանահայ երաժշտական կյանքի նշանավոր անուններեն մեկն է՝ Մայստրո Հարութ Ֆազլյան։ Ան ոչ միայն քերազանց խմբավար է, այլ նաև արվեստի նվիրյալը, որ իր դաղանթով եւ նրբաճաշակությամբ բարձրացուցած է հայկական եւ միջազգային փեմերու մագարտակը։ Այսօր պիտի բացահայտենք Մայստրո Հարութ Ֆազլյանին կյանքի այն ուղիները, որոնք զինք առաջնորդեցին տեւի կյանքի բարձունքներ, ուր դաղանթը եւ նվիրումը իրարու միանալով ծնունդ տվին անմոռանալի հաջողության եւ հանրային հռչակի։ Բարի եկացեք Մայստրո Հարութ Ֆազլյան, Հարովդեսանք, շնորհակալ եմ։ Ինչպես եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շատ ուրախ ենք, որ այս ժամը դրամատրեցիք մեզի, որովհետև գիտենք, որ դուք բազմասպաղ եք եւ միշտ դիպանան չեք լար այլևս։ Ուրախ ենք, որ ընտարաճեցիք եւ այստեղ եք այսօր։ Մեծ հաճույքով ինձ համար վանացան կալը միշտ ամեն տարիները, որ այստեղ եղած եմ, միշտ կաչալերած են կորձս եւ ինձ համար ինչպես երկրորդ դունս է։ Մեծ հաճույքով, thank you։ Շնորհակալություն։ Հարութ Ֆազլյան, հանրազանոթ անունը, արվեստի եւ երաժշտական աշխարհի մեջ։ Ուրգեկ ու կան ձեր արմատները։ Ֆազլյանը արդեն կարծեմ գփավե իմ արվեստի արմատներ արդեն կարծեմ ամեն մարդ գիտե Բերջ Ֆազլյանը հայրս, որը շատ մեծ պեմատրիչ ոչ միայն Լիբանանի մեջ, այլ աշխարհով մեկ ջանցված եւ Սիրվարդ Ֆազլյան մայրս, որը նկարչուհի է, so ես գերեւի արդեն այդ ընտանիքի մեջ արվեստի ընտանիքի մեջ ծնած եմ, անշուշտ ծնողքս որ մեկ ժամանակ չեն ստիպած որ արվեստի մեջ լամ, բայց այդ ասված դված է այդ ասենք ուղղություն ինձի եւ ծնողքս քաչալերած են անշուշտ ամեն ցևով։ Այո, ես ունիմ արդեն այդ հարցումը բիզնեսի եւ ծնած եք արդեն արվեստակետ ընտանիքի մեջ եւ փոքր դադիկեն դուք շնչած եք թատրոնը եւ արվեստը։ Այո։ Իսկ թեր հայրը ինչպես ցույց վաստակաշատ պեմատրիչ եւ դերասան Բերջ Ֆազլյանն է, իսկ թեր մայրը Դիգեն Սիրվարդ Ֆազլյանը, որ նույնպես դերասան է եւ նկարչուհի։ Այո։ Ուրեմն երբ վերաթարնակ ձեր մանկության օրերուն ինչ իշադակներ ունիք ձեր մեջ դամ մտնոլորտեն, ինչպես կցեվավորվեր ձեր առաջին շփումը արվեստին հետ։ Ուրեմն հիշողությունը մեկ բան է, որ այո անշուշտ հիշողություններ եմ մինչև քանի որ դարիքմը, բայց ես միշտ ասենք անեկդոտային ցավով գսեմ, որ նույնիսկ բաները որ ես չեմ հիշեր, օրինակ համար անշուշտ դիզաղալու բան է, որ ծնողս գսեմ, որ ես հիվանդանոցը ծնած եմ, բայց կգարձեմ, որ թատրոնի կուլիսի մեջ տեղը ծնած պետք է լամ, ուրեմն իմ հիշողությունս արդեն առաջի օրվանի եղած է փեմի կուլիսներեն մեջը։ Գադագով գսեմ, բայց ասոր մեջ իրականություն կա, ոչ թե հոնձնած եմ անշուշտ, այսինքն մեծած կուլիսի եւ թատրոնի մեջ, որովհետեւ ես հիմա որ փեմելամ, ինձ համար շատ հանգիստ տեղ մնա, այսինքն երկրորդ չեմ սկար, որ գնալալ կյանքի մեջ ավելի դժվար է օրվա մեջ իմ ապրիլը քան թե փեմի վրա։ Ուրեմն գարձեմ իմ առաջի հիշողություններս գերեւի առաջի ցայները որ լսած եմ անշուշտ մայրս պիանո գնվակեր, մորակույրս նույնիսկ տաշնագահրուհի էր, so երաժշտությունը միշտ ունի մեջ եղած է։ Երաժշտություն, թատրոն, թատրոնը ուրեմն ցայնի առումով պետք է որ այդ երաժշտությունը լար եւ գերեւի երբ որ տերասաններ գուկային մեր դունը որբեսի թատրոնի տեքստերը փորձերն են, գերեւի այդ ամեն ինչի ես արդեն լսած էի եւ այդ բաները հետո որ շարունակված է եւ իմ հիշողության մեջ գա կդեսնամ ուրեմն առաջի ցայները եղած են երաժշտություն եւ աստադրոնի տեքստերը իսկ առաջի բաները որ դասած եմ այդել գերեւի քունավոր նկարներն են տաբլոները մամային կամ հորս կամ մորս նկար
նկարած տաբլոները մեր դան մեջ so քույները տեն գուքան ցայնը այստեղ so թատրոնի մեջ եղած է իսկ հոդարության մասին գերեւի թատրոնը ինչպես որ ասի որ ինձ բզդուկության մամաս որը գսե այդեն բզդիկ եղած ժամանակ ինձ գտանեին թատրոն դերմանուկ այսինքն եւ հոնդերը ասենք կոստյումներուն վրա գտնեն բարգի ես եւ իրենք իրենց թատրոնի փորձերը գնեն so գերեւի հոդարությունը այդ փոշիները այդ հadoop թատրոնի հոդը հոդը ուրեմն ուղագի եւ անուղագի գերբով մեզ ասացություն ունեցած է ձեր ծնողքի ներկայությունը ձեր կյանքի մեջ իսկ ինչպես ձեր ծնողքի ներկայությունը ինչ ասացություն ունեցավ ձեր արնելիք որոշումի մեջ հիմա դուք ընտրեցիք ներշնչված ձեր ծնողներն դուք արվեստի ճամփան ընտրեցիք բայց այդ ներշնչումը ունեցավ դերևս դարբեր քույնը եւ այդ քույնը կգոչվի երաժշտություն այո օքեյ ինչպես ձևավորվեցավ ձեր մեջ առաջին քայլերը երաժշտության հանդեպ հիմա այստեղ բան օգտագործենք ընդրություն գանձեմ որ արվեստակետը ինքը չի գտնար ընտրել որ արվեստակետը լա կամ արվեստի մեջ մտնա ընդրություն գարձեմ մարտիկ կա երբ որ արդեն դբրոցն կամ հետո համասարան գերտան գնդրեն եթե պիտի լանսենք ջարդարաբեդ կամ իրենք գնդրեն այդ բանը որ լա բայց արվեստակետը արդեն իրավունք չունիս ընտրելու եւ դերնաչունիս որ ես պիտի դրեմ արվեստակետ Այո, բայց դերևս ընտրեցիք դուք երաժշտության ճամփան եւ ոչ բեմադրության կամ դերասանության ընդհանուր արվեստը իրար գլրացն է, բայց գծակրությունը բարձր որ բիլիչնի որով ընդհանրապես երկուքից չեմ գնար բանելու եւ հայրը շատ լավ նկարիչ, այսինքն շատ լավ աշուշ եւ մայրս իբր չրաներգի բանով շատ գեղեցիկ քույները ես այդ դաղանտը չունիմ, մնաց չունի նորեն ասպանը գա գիտեք ժամանակ մուկա որ չես գալիս ասված արդեն դված է քեզ ասպան առանց գիտնալու ինքնաբերաբար որ թատրոն ես օրինակ անշուշտ ամեն ինչ աստած երաժշտության վրա բայց երաժշտությունը գարձեք այդ էր իմ գոչում այո որ ասպետք է ենեմ բզդիգուչենս գիշեմ ցայնը նվակելը եւ այլն եւ փեմելալը նորեն դրված է ասեմ մեջս եւ անշուշտ ծնողքս կաչան կամ պատանեկության շրջանեն արդեն դուք փեմի վրա երաժշտությամբ ներկայացումներ գնեի եւ թատրոնի Եվ թատրոնի փեմգելայի հայրս ինձ փեմ կահաներ աստեղ գիշեմ յուտանսոական տվականներն սկիզբները երբ որ բաբան թատրոն գները նիդալ աշարին հետը գամ անտուան կրբեժ եւ այլն ես անշուշտ միշտ մատիները գերտայ մեր գեսորեն շապատ եւ գիրագի գեսորենը վերջվա մեր տուրսելալը թատրոնի երթալը մատիներները դել ֆեյրուզի անշուշտ գուկան անոմասին կպատմեմ որովհետեւ շատ մեծ աստեցություն ունեցած են վրաս ֆեյրուզի at Պիկադելիի թատրոնները որ բաբան պեմատրիչներ ինչպես ինչ կրնակ պատմել այդ մասին եթե ունի ուրեմն նոստալգիկ շեվով գիտեք Պիկադելին արդեն այդ սրահներ որ ամենապրեստիժ ունեցող սրահներ եւ իմ հայրս անշուշտ ռահբանիներուն ամբողջ մոդավորս բոլոր պեմատրությունները ինքը գներ պեմատրիչներ օրինակ հիշեմ գուզեմ հիշեցնել Բալբեկի մեջ օրինակ Ֆախրեդդինը Բիալ Խավետեմ Մհատտա Լուլու Մեյսրիմ եւ լեցուն ասպաները մենք Աստադոնները կոծկի դենք ամեն երկերը So մատինեները իրավունք ունենք, որ մյուս օրը դբրոց կա, շաբաթ եւ գերագի գարձեմ ժամը 5-ին էր եւ մենք շատ մոտիկ կաբրեինք համրային, so մեր համար կայելով այսինքն գերտայինք եւ ես շատ լավ գհիշեմ Երբ որ թատրոնին փեմին արջև օրկեստրային բզդիկ այդ փոսի գա օրկեստրա փետ օրկեստրա փետը եւ ոնդերը շատ լավ գիշեմ հասի ռահբանին երբ որ օրինակ գելար ինքը գղեկավարը գամ օր մգլար Մանսուր ռահբանին գելար երբեմն Իլիեսը գելար եւ ինձի որովհետեւ բեշ ֆազանի դղանեմ ինձ ամեն մարդ գիտեր անշուշտ եւ շատ անգամ
օրքեստրի մեջ գնստեի միան նստել եւ իրենց նայել դիտել գարձեմ որ արդեն շատ մեծ ազդեցություն ունեցած է անկիդակցաբար որ ասպաները ընդրեմ ղեկավարը լալը անշուշտ հետո եկավ բայց երաժշտությունը գերեւի կամ ամեն ինչ աստած է նայել ճուտակները թավ ճուտակը կոնտրբար իրենց մեջ նստած էին so այդտեղ շատ լավ գիշեմ հետո անշուշտ Ֆեյրուզին ինքը իրեն սենյակ ուներ, որ այդտեղ գնամ հբարբիչապսել, որ մեկ իրավունքներ մտնալու միայն Բեհշտազյանը գրնա թուրը զանել եւ մտնալ, շատ իրարու շատ կհարկեին, շատ կսիրեին Ֆեյրուզի եւ հայրս մինչեւ բաբայի մահանալ, այսինքն մինչեւ հիմա գրամսը շատ իրարու հարկանք եւ սեր գար մեջը, so գիշեմ շատ այսպես երեխայի անշուշտ ինձ շատ Ֆեյրուզը շատ կսիրեր հարութ եւ այլն Եվ հետաքրքրական է կյանքը, որ այդքան դարիներ հետո, որ ես իրեն անշուշտ շատ լավ, այսինքն գիշեմ, դարիներ հետո Բեյրութի մեջ ես սկսա Ֆեյրուզի կոնցերտները ես ղեկավարելու։ So դարօրինակ զգացումներ ինձ գիշեմ բեմի վրա, երբ որ գանած իրար հետ աշխատեի եւ ղեկավարի իրեն համերգը, ասենք ակնթարթ մի եկավ միտքիս մեջը, որ ինչ հետաքրքրական է կյանքը Ձեր հայրը դեսավ այդ այո դեսավ շատ հուզիչ էր իրար համար որը բզդիկ հարութը եղավ իբր հանդիսադես հիմա եղավ ղեկավար եւ Ֆեյրուզին ղեկավարի Իգոր ինձ համար շատ սկացմունքային բան մկարատեղ կյանք ինչ հետաքրքրական է աշխատանքով բանով գահասնիս ամենտեղ այո Լավ, երաժշտության աշխարհմուտ գործեցիք Լիբանան, ապա Մոնտրեալ եւ վերջապես Երևան։ Այս փոփոխությունները պատճառ դարձան, որ երաժշտության նկատմամբ ձեր ունեցած մոտեցումը եւս փոփոխություն գրե։ Անշուշտ։ Ինչպես էր, ուր ինչ ժանրի մեջ սկսաք եւ ինչպես որոշեցիք, ինչպես հասաք Երևան։ Այո, ուրեմն ինչպես որսի Լիբանան մանկությունս եւ միջև մաունիմ այդ կարտը կոնսերվատուարի ուսանող դե կարծեմ աս 69 թվականի կամ 68 թվականից բս դիգրամ ճուտագի տասկարնեի կոնսերվատուար Զոքատլբլատ որը գիշեմ հայկական շրջան էր այդտեղ չէ ամեն շատ ավոր տեղ էր ուրեմն հոնդեղ ճուտագի տասկարնեի չեխ բարոնի հետ Շատ դժվար էր եւ ինձ միշտ ճուտակը պիտի բռնես նվակես եւ այն եւ գողոքնեի եւ միշտ կսեր ճուտակը պետք է վեր բռնես բայց գողոքնեի ինչ պիտնեմ քիչ խելացի էի ուրեմն միշտ վար գնեի գսե ոչ արկելոտ ուրեմն գցքեր որ բանն է որ ինքը ինձ ցույց պիտի բայց ես կհանգստանայի so ճուտակի տասկարնեի դոտ պիանոյի տաշնամուրի տասերը գարնեինք դունը private so երաշունը միշտ այսպես որսի դունը մեջ եղած է մեծ հայրիկս որ անունը հարութ է հարություն մեծ հայրիկս ինքը շատ կսիրեր երկել ինչպես կարծեմ բոլորիս մեր այդ հին մեծ հայրիկները ամեն մարդ կսիրեր հայ քաղուտ ինքը երկել շատ կսիրեր մենք ունենք այդ բանը so այդ երաշուն միշտ մեջս եղած է ուրեմն ես բզդիգությունես գլսեի անշուշտ ինչպես որ Ֆեյրուզի երկերը արաբական երկերը միշտ միան Ֆեյրուզ ալ-Սաբահ եւ ինչ որ հայրս գպեմատրեր այդ երաշունը արդեն ցանոթեր ինձի եւ տասական երաշունը որով դունը ունեի բավական տասական սկավառակներ ասին դիսկեր ուրեմն ադիգա մդիկներ եւ ինձ համար ցանոթեր մորակույրս շատ լավ սիտաշնագորե Շոպեն Ռախմանինով եւ այն գնամակեսո այս բաները ինձ համար անծանոթ չէին անոր մեջը եւ պետք է ասեմ որ արդեն 70 դարիներ եղած են 72-73 գիշեմ միտե քիչիկ մազս երկար էր գսեմ որ Beatles-ի պես եղած է so at Beatles-ը արդեն այդ շարժումը գար ռոք մեսագմեսան որ այդ երաժշտությունը արդեն սկսա կամած սիրելու Beatles-ը մանավանդ այն ժամանակ Եվ 76-ի սկիզբը բادرազմի պատճառով կացինք Մոնտրեալ Ես 12 տարեկան էի ուրեմն կացինք Մոնտրեալ ապրիլեր եւ այդ սեպտեմբերին հորեղբորս դղան որը իրենք արդեն բոլիսեն կացած էին Մոնտրեալ ինք արդեն drums գնվակեր so ինձի գիշեմ շատ լավ նոր դարվա գիտեք մենք մեր նվերները նոր դարի կստանանք ոչ թե 24-ին նոր դարվա գիտար նվիրեց ինձի
այդտեղով սկսավ իմ սերս ռոք երաժշտան եւ սկսա գիտար նվագելու որովհետեւ պետք է անպայման փեմ ելամ միշտ սկսա արդեն քանի մամիս հետո բզդի խումբը դպրոցից մեջ high school-ի մեջ սկսա Մոնրեալի մեջ խումբ ունենալ խումբը ավելի լավ ծավ փոխեցինք եւ այլն վերջապես մինչեւ 82 թվական շատ լավ ռոք խումբ ունեի այո եւ գնվագեի այո աստեմ գազեմ նկարում հիմա գելდა որ գնվագ միջև հիմա այդ գիտարներ ունիմ կովս ուրեմն ռոք խումբ ունենք մենք համերգներ գուտային կանադայի մեջ այսինքն միջև Տորոնտո Օնտարիոյի քաղաքները Քեբեկի քաղաքները բավական տուրնե գնենք այսինքն եւ շատ կսիրի այդ երաժշտությունը Եվ 83-ին գար 82-ին գարձեմ այո շատ մեծ տերասան Մհեր Մգրտիչյանը եկավ Մոնրեալ որպեսզի իմ հայրիկից հետ թատրոն միասին Բաղդասար Ախբար թատրոնը բիլինեին ներկայացնեին եւ իմ Մոնրեալի մեջ լոկացին Տորոնտո Դիթրոյթ Լոս Անջելես եւ այլն եւ գիշեմ Ֆրունզիկը Մհեր Մգրտիչյանը եւ Բերջ Ֆազլյանը Եթե նկարները հիմա շատ կոմիկ բան է եկան իմ կոնցերտը դիտելու կլուբի մեջ որ մենք ռոք կնվագեինք ուրեմն երդասարտներու դեղ է բայց այստեղ ուրեմն պատկերացնեք որ ամբողջ երդասարտներն են երկար մազերով եւ այլն բայց այստեղ նստած են երկու հատ սնդարիկով մարդ երկուքն շատ մեծ հայկական քիթով ոնք շատ յուրահատուկ երկուքն յուրահատուկ քիթ ունեին ուրեմն երկու հատ տարիկով մարդ նստեր են գգազը մարդիկ զարմացան որ աս երկու մարդիկներ ով են շատ հետաքրքրական էր ուրեմն Մեհերը Ֆրունզիկը գսե բաբային հարուտ շատ դաղանտավոր է այո երաժշտություն եւ պետք է անպայման Հայաստան եւ ուսումը ստանա երաժշտական բարձր ուսումը ստանա լուրջ ուսումը ստանա ես լուրջ չունեի այս համացանության երկու մեծ տերասաններու միջև եւ անշուշտ իրենք շատ մեծ տերասաններ են եւ գրծանձի խապել իրենց տերասանության Ուրեմն 83-ին որ գիշեմ շատ լավ որ մդուն եկա հայրսա որ գիտես հրավեր ունես որ երթաս Հայաստան եւ հոնդեղ ուսումը շարունակես անշուշտ ինչ պիտի ես Կանադա ծնած կացին Բեյրութ ծնած Կանադա մեծած ասպանո Հայաստանը ինձ համար շատ անծանոթ տեղ մներ Համացանեցա որ 6 ամսով երթամ որբեսի սորվիմ տաշնամուրը լավ նվագել եւ հորինում composition որով գուզեգոր շատ երկեր գրել ռոք երկեր եւ այլն այդ բանի մեջն եմ ռոքի մեջ եւ գիտարս հետս արի կացի բիդի Հայաստանը եւ սովետական միությունը բիդի գրավեի իմ ռոք երաժ գիտարովս բայց անակերով իրենք ինձ գրավեցի ուրեմն Հայաստան կացի Գհիշեմ շատ լավ ամեն վարգյան առաջի օրը ինչ էր սկացումս որ առաջի անգամ է որ Հայաստան արդեն հայերենս աչաբալ լավ չէր եւ գնամսել որ իմ արևելը հայերենս ավելի լավ է քան թե արևմուտքը հայերենս որով հոնդեղ հայերենը ավելի լավ սովեցա որով Կանադայի մեջ Մոնրեալի մեջ ամբողջ ընկերներս օդար էին հայերեն չէի խոսիր եւ նորմալ է չէ երբ որ ընկերները ամբողջ օդար են իդալացի հույն եւ այլն Ուրեմն կացի Հայաստան ինձ ստուկեցին իմ երաշտական կարողություններս ասին որ օքեյ կարելի է քեզ համար ամենը լավ բանը որպեսզի գտնաս լավ ուսում ստանալ եւ հորինում ստանալ ասեն composition-ի տաս կարելի է ամենը լավը երգչախմբային ղեկավարության ֆակուլտետի մեջ մտնալն է ես մի չունեի որ ղեկավար ասինքն իբր conductor այսինքն իբր դիրիժորը լալ բայց հիմա երբ որ իմ հին ընկերներս կտեսնամ Կանադայի մեջ որը 50 տարվա պատմություն է այսինքն գսեմ որ արդեն գրուպից մեջ ինքնաբերաբար ես էի ղեկավար ամեն ինչին ես կտասա որ առանց գիտնալու ինձ իսոն օքեյ երգչախմբային ղեկավար օքեյ մտա տասարան շատ լավ գիշեմ տասարան երկրորդ հարկ թիվ 19 չեմ մոռնալ Թուրը զարգի ես դիգիմը բացավ թուրը սավայո ես Կանադային եկած եմ եւ ծեր տասարանի մեջն եմ այդ օրը եղավ իմ կյանքի
Անգնաթարցային օրը։ Օրը։ Այդ վարգյան, այդ ռոբեն, այսինքն եղավ, որովհետև փախտովս ամենալավ ուսուցչուհի հետնեի եւ ոչ թե միայն ինքը ինձ երաշտական ուսուցչուհի այլ նույնպես երաշտական մտային դրսևորումը ինչպես պետք է մոդենալ ամեն ցևով եւ շատ մոդեցանք ընտանիքով միասին իմ ծնողքս իրենք եւ իրենց ավակները շատ մոդիկ էինք So վեց ամսվա այդ կոնտրան որը ռադզեի հորս հետ որ բերի մնամ եղավ 7 տարի Ուրեմն գերնանք սել որ այդ ուսուցիչը կամ այդ անձներ որ մեծ աստեցություն ցկեց ծեր վրա Իբր երաշտական ղեկավար այո որով մինչև հիմա հիմա անձնավորություններ որոնք մեծապես աստեցին ծեր երաշտական կյանքի Այո, ուրեմն իբր ուսուցչուհի BDSM ուրեմն թեորիի եւ սոլֆեժ ուսուցչուհի հրաշալի ուսուցչուհի մներ, որով ես կփորձեի դարբեր ծևերով լուծել հարմոնիայի այդ խնդիրները, որը օրենքներեն ոչ թե դուրսեր, այլ դարբեր էր։ Հրաշալի է, որով ես այդ սորվեցա եւ հիմա այդ նույն բանը ես միշտ եթե մեզ մեկ խրատ կուզե այդ նույն բանը գսեմ։ Ինքերս է որ այս չես կրնարնել Որ ինքը օրենքը այսպես է Տուն այսպես ռազես գլլա բայց ավելի լավ է օրենքը սորվից բայց այս գլլա ոչ թե գդրել մեջ ընդհանրակը քաչալերը որ գրնաս ասպաննել այս անցը մեկ երկրորդ փեմական որը արդեն ես փեմի դղա եմ չէ ծնողքես եւ այլն բայց իբր երջախմբային արվեստի դիսցիպլինը որոնա դա պետք է Հովանես Չեքիջյանը շատ մեծ իմ վրա աստեցություն է դա իբր ոչ թե միայն ղեկավարը երաշտական այլ իմ հետս այդեն միասին աշխատած ենք հորովել երջախմբի մեջ դու գիտես ինչ կենա դիսցիպլինը ամեն մեկը պետք է նույն չափին ամեն ինչ դեղին լա որովհետեւ մեր արվեստը ոչ թե միայն լսողական արվեստ այլ փեմական արվեստ այսինքն մարդիկ գիտեն պետք է այդ դեսողություն պետք է ամեն ինչը դեղին լա ես կսիրեմ օրինակ ինչպես որ Չեքիջյանը գազեմ աստեղ նկարը գա երբ որ երջախումբ այստեղ էր ամեն ինչը պետք է ճիշտ գծակ նկարի պես պետք է լա շատ գեղեցիկ եւ ես չեմ սիրել եւ ասեմ նույնը բանակիչը ասանք OCD որ գսեն ամեն ինչը պետք է դեղին լա Եվ չեմ սիրել նարդ մարդիկ ձուր գեցած են կամ ամեն մաշտակ պետք է գնա ամեն մեկը նույն ցերկերով պետք է բռնի որովհետև դեսողական արվեստը եւ բեմը շատ կարեւոր է հանդիսատեսին համար Այո So մի քանի անցեր անշուշտ ռոք մյուզիկի մեջ շատ մեծ բաներ կան եւ դասական Վերադարձակ Լիբանան Վերադարձա Հայաստանից Կանադա Կանադային վերադարձակ Լիբանան Ինչպես որոշեցիք, ինչպես դվիկ այս որոշումը, որ Լիբանան պետք է վերադառնաք։ Նորեն հայրս դերասանությունն հրավեր Այսինքն գրնամսել, որ այս բոլոր այդ անցերում մեջ են գլխավորը ծեր հայրը եղած է, որ գարցած է ցեզի մեծ աստեցություն ցկել ծեր վրա, ծեր արնելիք որոշումները, ճիշտ որոշումներ արած երբեմն ծեր դեղը։ Գրնա ուզեմ ասել ոչ թե որոշում արած է, այլ ինձի գարցած է համոզել։ Choice բանը դալ, այսինքն որ ասալ կա։ Այո։ Այսինքն ինձի հայրս եւ մայրս պետք է ասեմ որ ինձի ցույց տված են որ այս տուրը գա, այս տուրը եւ այս։ Այո, շատ ճիշտ։ Չեն ասած որ այս տունեն պետք է մտնես, բայց այս երեքը գա։ Ցույց են արդեն, ցույց տված են ճամփա։ Ցույց տված են։ Ես միշտ կսեմ օրինակ իմ զավակից նույն բանը եմ, իմ բարդականչուս իբր ծնող, իմ ծնողս նույն բանը արած է, ինձի մինչև ճուր հասնելն է, կեդը հասնելն է։ Այո։ Իրենց ադիգա ամեն ծնողքի բարդականությունն է։ Ատկե հետո մյուս կողմ անցնել լողալը արդեն պետք չէ որ ծնողը ցերկը բռնի իրենց ավակին։ Իրենց տուն պետք է եթե գնաս անցնել այդ օվգանոսը, կամ այդ կեդը, կամ այդ լիճը, արդեն դա ադիգա քեզմե է։ Բայց կարևորը իբր ծնող միշտ հասնել մինչև ճուրը, այսինքն այդ թուրերը ցույց տալ։ Ուրեմն 95 թվականին Եղերնի 80 ամյակին արիթով հայրս Մորիալ անշուշտ միշտ նորեն հայկական քաղաքի մեջ իրեն տելևիզիոնի պրոգրամ ուներ Արմենորամա եւ այլն so բիդի երթային Երևան որտեվ 80 ամյակն էր Եղերնի եւ այդտեղ նկարահանեն եւ ինքը իրեն ընկերներուն տեսնա Փախտով կամ բանով գսով Լիբանանեն բիդի անցնիմ
եւ չէինք եղած որ Լիբանան չէինք եկած այդքան տարի այսինքն չէինք եկած 25 տարի եւ այն չէինք եկած ուրեմն անշուշտ երբ որ Բեյրութ կհասնի հայրս առաջի դեղը որ գետա Համրա որը իրենց նոստալգիկ իրեն հիշողություններ այդտեղ են ջամփան բադահմապ գանտիպի Վալիդ Ղուլմիեին որը իրեն հին ընկերն է Վալիդ Ղուլմիեին պեմատություններն ալ դադորն ինք բաբաներած էր այդ խոսակցության մեջը Պարզը որ ինչպես է ինչ կնես եւ այլն զավակները գահարցնե որը գիտե որ ու բան Հարութը գար եւ քույրիկս գսե հայրս որ Հարութը ավարտեց Երևանի կոնսերվատորիան մաստերս ունի օպերա եւ սիմֆոնիկ դիրիժոր եւ Մոնրեալի աշխատիգոր հոնդերը իրեն career-ը գնեգոր եւ այլն Վալիդ Ղուլմիեն գսե որ ես պետք ունիմ լիբանանցի ուժերը ետ վերադառնան, որով աստեղ ես ինքնարդեն սկսած էր կոնսերվատորիան ետ վերագանքնելու եւ մտածել որ օրկեստրին է, բայց չէր խաղապարությունը ինչպես եւ ասա որ դա Հարութը գուզե վերադառնալ Բեյրութ կովստեղ ունի երբ որ ետ հայրս վերադարձավ Մոնրեալ աս առաջարկասավ Գնամսել որ երբ որ Երևանի հարցը գար իմ մոտ քիչմը կդադամսի եթե գուզեմ թե չեմ ուզել կամ 6 ամիս բայց այդ ժամանակ երբ որ սա Վիետ Բեյրութ պիտի գաս որոշումը 5 երկվարգյան արավ որ այո անպայման շատ արա որովհետև գուզեի գսիրեմ Լիբանանը վերջապես իմ երկիրս է այստեղ ծնած եմ հյուրահատուկ համագա Լիբանանի մեջ Լիբանանցի ենք վերջավորոչան եւ ես միշտ կսեմ իմ երկիրս է ինչու համար որովհետեւ առաջի անգամ որ բզդիկ երեխա է անշու որ սիրահարված եմ այստեղ սիրահարված եմ առաջի անգամ որ ուրդեղ որ հեծանիվ սորվեցա քշել բիսիկլետ այսինքն հոսել առաջի անգամ որ ֆուտբոլ խաղացավ ինգա ոդկս բادرեցի ձունգս հոսիղացու ասպաները ասոնք նուր բաներ են բայց այսինքն որ ասեին երկիրս So get վերադարձանք եւ գամած քարարքար Թյուրիներ Լիբանանի մեջ սկսիլ ձեր գործունեությունը Թյուրիներ թումբի հորինես պետք է արիտները ստեղծես Դժվար էր որովհետեւ օրկեստ չկար բայց այն ժամանակը որ եկա ինձ աստեղ հանձնեցին հոյեչիտի No, առաջինը հոյեչիտի երջախումբը ինձ դվին արդեն տունալ մեջ գայտ ու գայտ մեջ եւ ամբողջ Կերտաստանը գարձեմ եւ եկա եւ փոփոխությունները կատարեցին նորարար ոճով եկաք նոր ոճով եկաք ստեղծելու դերուն եղավ ընկալումը լիբանանցիներու կողմից այո որովհետեւ երկերը փոխեցի նոր շունչ երդասարտությունը որովհետեւ աչում այդ է մեր նպատակը չէ քաղաքային բանը որ երդասարտությունը կա ագուպները եւ այն դաշարժումը են գեղարվեստական առումով ուրեմն այդ եղավ հոյեչտի երջախումբը գարձեմ 2 կամ 3 տարի դեվեց հետո պետք է բաժնվեինք դարբեր պատճառներով ինչ որ սորսի պետք է տունսել ստեղծեցի հորովել երջախումբը երբ որ ստեղծեցի հորովել երջախումբը բոլորը թուք մեջ լալով ամենի եկակ հորովել եւ գրցանք ընել գնամ շատ հբարճամբսել Լիբանանի ամենալավ երջախումբը այն ժամանակ շատ բարձր մագարտակի եւ շահեցանք եւ այլն բաներ չեն որ կգնմակենք Եվ միաժամանակ գլմիի հետ աշխատեցանք որ Լիբանանի առաջի ֆիլհարմոնիկ օրկեստր ստեղծվի եւ ստեղծեցինք 99 թվականին անշուշտ իրենք գլխավորությամբ ստեղծելու խաղապարը գբատկաներ Վալիդ Ղուլմիեին ցեզի հանցնես որ դուք ստեղծեք դուք հիմնեք նվագախումբը իրեն օգնեմ որ ստեղծեմ ինքն է իրեն պետք է ամբողջ կրեդիտը իրեն երթա օքեյ ինքը որովհետեւ շատ զորավոր անցումներ շատ լավ ծանոթություններ ուներ եւ բավական համառ էր որպես այդ բանը լավ հավատար այդ բանին բայց չէր գիտեր մեջի կորձունեությունը ինչպես պետք է լա օրինակ քրատարանը ինչպես ֆիլհարմոնիկ օրկեստրիմը կամ սիմֆոնիկ օրկեստրիմը քրատարանը կարելի գառուցել so այդ բաներով երաժիշտներ ընդունել եւ առաջի համերգը ստեղծել դուրսի
Ռուսի երաժիշտներու հետ եւ մենք կրցանք այն ժամանակ 60 մոտավորապես երաժիշտ բերել Թուրքսեն եւ մյուս 30-ը լիբանանցիներն ով որ Լիբանանի մեջ 60 երաժիշտներ կան բայց ոչ բոլորը գրնան ֆիլհարմոնիկ օրկեստրի մեջ նվագել Ինչ առանձնահատկություն պետք է ունենա երաժիշտը որպեսզի գարենա ֆիլհարմոնիկի մեջ նվագել Առաջի հերթին պետք է ռեպերտուարը դասական գիտնա ոչ թե արաբական երաժշտություն այստեղ շատ լավ արաբական երաժշտություն նվագողներ կան բայց իրենք չեն գնա դասականը նվագել որովհետեւ բոլորովին դարբեր մտածելակերպ է երաշտական մտածելակերպը բոլորովին դարբեր է եւ անշուշտ իրենց կարողությունը այո so եղավ եւ ստեղծեցինք եւ 2000 թվականին առաջի համերգը դվինք UNESCO-ի մեջ նախագահի ներկայությամբ եւ այլն եւ արդեն 25 տարի եղավ Եվ այսօր էլ հոսում Դագավիթը գլխավոր խմբավարն եք եւ գլխավոր այո գլխավոր Ուրախ ենք մեզ համար հրավերություն եք Thank you Ձեր շնորհիվ ուրեմն Լիբանան ունեցավ իր ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ այդ մեկը դուք կնկատեք մշակութային դիվանագիտական գործիք Ինչպեսի նպաստ բերավ նվագախումբը Լիբանանի մշակութային կյանքի զարգացման եւ Լիբանանի միջազգային շրջանակներու ծանոթացման գործի մեջ Ուրեմն պետք է մենք ասենք որ Եվրոպայի հետ բախտատմամբ ասենք Եվրոպա իրենք դասական երաժշտության եւ օրկեստրային նվագախմբային երաժշտության tradition-ը 300 տարի է Երբ որ մենք Լիբանան 2000 թվականին սկսանք առաջի տարիներ Այո Բادرազմեն Լիբանանի բادرազմեն առաջ եղած էր նվագախումբներ, բայց հավաքողական, ասենք հավաքվեին միասին ուսուցիչներ, սիրողականներ գնվագեն, բայց ոչ այդ tradition-ը չի գար, այսինքն So երբ որ 2000 թվականին ստեղծեցինք եւ ասենք եթե արժեվ երթան 5 տարի մենք ունեցանք 5 տարվա Մեծ քայլ ոստում 5 տարվա եւ փորձառություն Լիբանանի քաղաքի մեջը փախտապամ Եվրոպայում ունեն 300 եւ 305 տարի Այո Okay այս է դարբերությունը եւ գրցանք մի քանի խելացի քայլերով առաջի հերթին եսս եղել մի էին օրնագա որ պետք է մեր համերգները լա նույն օրը ամեն շաբաթ նույն օրը պետք է լա որ մարդիկ արդեն գամասած վարժում սովորություն դառնա որ ուրբաթ օրերը ամեն ուրբաթ կամ ամեն երկու ուրբաթ օրերը ժամը ճիշտ 8:30-ին համերգը կսկսի եւ ճիշտ 8:30-ին պետք է սկսի ոչ թե անցինք որ առաջի հերթին առաջի դարին երկու դարին մարդիկ կուշանան բայց կհասկանան որ իրենք ճիշտ 8:30-ին համերգը կսկսի եւ այսպես էլ եղավ օրինակ 3 համերգ ունեինք նույն բանով կացածենք 8:30-ին օրկեստրը 8:25 PM 8:31 ես արդեն PM-ի վրա եմ համերգը կսկսի եւ արդեն ուշ եկող չկա որովհետեւ 25 տարի արդեն ատմանի վարժվեցան ատմանի մեջը եւ պետք է ասել որ հետաքրքրական է ուրիշ բան կա որ ամեն մեկ նոր կորձ որ կներկայացնենք Լիբանանի մեջ գլար առաջի անգամ այո Հայաստանի մեջ կամ Եվրոպայի մեջ ուրիշ տեղ երբ օրինակ Չայկովսկի 5-րդ սիմֆոնիան նվագենք 100 անգամ նվագան են, բայց երբ որ ես նվագեցի առաջի անգամ եղավ Անտրանի կատարումը եւ լեցուն այդպես ռեպերտուար կա առաջի անգամը լալով կգադարենք Լիբանանի մեջ ուրիշ քայլ մնալ արինք որ սկսանք ամեն տեսպարադուններուն հետ համագործակցել եւ այդ բանով որ մենք օրկեստրը պատրաստ գա ղեկավարը գա բայց պետք է տեսպանադունը իրենց երգերեն Պերեն սոլիստմը Տաշնագահար, ճուրագահար, երկու եւ այլն եւ այս նորեն իմ կաղապարսեր նորեն մեկ պայմանով որ մենք այդ համերգին պետք է նվագենք անպայման այդ երկրի երաժշտությունը անշուշտ եթե Գերմանիայի կամ Ռուսաստանի ասում թյուրին որ արդեն ռեպերտուարի մեջ գա բայց երբ որ իսպանական երաժշտությունը լավ որ այստեղ շատ չի նվագվի կամ ասենք Բրազիլիան կամ Ֆինլանդիա եւ այլն ուրեմն ինչ էր իմ կաղապարս որ մենք այս ծավով կներկայացնենք որ Լիբանանի ժողովրդին այդ երկրի երաշտությունը, որը գրնալալ իրենք պանչենուն արիչենուն լսելու, մեկ, երկրորդը մենք կներկայացնենք որ այդ երկրի դաղանթավոր երաժիշտներ Լիբանանի մեջ,
այս ուրեմն լիբանանի շահն է եւ երրորդ ամենակարևորը այդ սոլիստը որ եկած է այդ մենագադարը որ գուկա լիբանան որը գսիրահարվին ամեն մատ լիբանանի հետ գսիրահարվին եւ պիտի ետ երթան եւ իրենց բարեկամներուն իրենց շրջանագին պատմում մենք կացինք դեպանը հրաշալի օրկեստր էր լիբանանը խենթանլիկ է ասալ արդեն ուրիշ ծանոթացում է եւ ռոպագանդա մեր երկրին համար so ասին ինչպես որ գսեն շահավոր ենք ամեն գոմեն win-win situation Maestro Harut դուք շատ բան դվիկ նվագախումբին ֆիլհարմոնիկ օրկեստրին շատ լավ բաներ դվիկ գավինալ գուտակ իսկ օրկեստրը ինչ դվավ սեզի Օրկեստրը շատ հետաքրքիր հարցում է ոչ թե միայն այս օրկեստրը, բայց ամեն օրկեստրը ինձ գուտա այդ արիթը, որ ես գնամ հիմա բարուկա ինձի արդահայտեմ ինչ որ ես կսկամ, որովհետև իբր ղեկավար եթե դուք երաժիշտ եք, գործիք կնվագեք, դու այդ գործիքը ունիք Օրինակ տաշնագահարը դուն գերտա տաշնան վրա գնան նվագել եւ գնա արդահայտել ինձ փորձել եւ այլ սրինգահարը ֆլյուտ նվագողը նույնպես ամեն մեկ իրեն գործիք ունի բայց ես դունը օրկեստր չունիմ so ամեն ինչը երբ որ աշխատիմ եւ պատրաստեմ ասեմ որ ամեն ինչը մտքիս մեջն է բայց երբ որ ուրեմն ինչ կլա իբր ղեկավար երբ որ օրկեստրի արչեվը գանգնիս տուն գործիք չես նվագեր այլ տուն պիտի նվագես անձերը երաժիշտները որը նվագեն գործիքը ինչպես որ տուն գուզես այո որքան դժվար շատ դժվար է շատ հետաքրքիր է այդպես psychological մոտեցում պետք է այո որ ինչպես որ գնա so ինչ տված ինձ տված է այդ հրաշալի արիթը որ ես կրնամ ինչ որ գուզեմ ասել ինչ որ գուզեմ պատմել այդ երաժշտամասին կամ ասեմ ես ով եմ որը միայն փեմին վրա գրնաս տուն լալ տուն այո Ձեր ղեկավարելու ոճը գտնուտակրվի գրքոտ եւ փոցավար այո Ինչպես կրնակ փոխանցել այդ ուժը նվագախումբին եւ ունգընտրին կամ հանդիսադեսին Հիմա այո ես այդպես շատ կսիրեմ երաշունը լա գրքոտ լա մի քիչ մվայրի նույնիսկ մեջը գազեմ այդ եկած է անշուշտ բնավորություն ես ոչ թե ես վայրի անցնեմ գրքոտ բայց շատ no հետ շատ խաղաղ անցմնեմ բայց ես շատ կսիրեմ ինչ ասեն սկացմունքային մոդեցում ամեն ինչին համար ինձ համար երաշունը անգլերենով գսեն do or die այսինքն գամ ջերմակ է գամ սև է մեջտեղը չի գնալ լալ մոտեցում է եւ գիտեմ որ իմ ռոք երաժշտություն սիրելս ինչպես որ ասենք Led Zeppelin կամ Pink Floyd կամ ինչ որ մանավանդ Led Zeppelin կամ Aerosmith as որ ծանր heavy rock մուզեն որը մեջը շատ չիղ գա ես այդ մոտեցումը գբերեմ տասական երաժշտության մեջը գնամ ուրիշ ծեով վսել It's a պամնը չէ դեսանգումն է չէ ինչպես կնայես ուրեմն եթե մեգումը վարդը եթե դանք առնենք վարդը մենք վարդին գրնանք նայել դարբեր ծևերով գրնանք իրեն դեսկը նայել գրնանք քույնը տեսնալ գրնանք այդ վարդի պատի Տերտերը, okay, գնաս իրեն պետալ գերև, հա, իրեն ինչպես սկացումը ինչպես է, հոդը, չէ, աս ամենը գնանք նայել։ Ոմանք ալ փուշերը կտեսնեն։ Ես ինչու համար չնայել, ինչնա որև այդ փուշը հյուրահատուկ է վարդին, մեխագը չունի։ So ես ինչ համար ես նորեն գնայիմ գտեսնամ որ իբր վարդ բայց իմ դեսանգունից իմ կամերայից հիմա իմ եթե գտեսնա կամերա դեսանգունից կփոխեմ բայց նորեն վարդը կներկայացնեմ բայց իմ ծևովս ինչպես այս գարդահայտեմ օրկեստրին այդ արդեն դված այդ էներգին ինձի եւ գնվակին ինչպես որ գուզեմ դա մարմնային մոտեցում են էներգին որ գուկա եւ ժողովուրդ անշուշտ այդ կսկա Եվ երաժշտությունը որ բիդի ես այդ էներգին որ գուտամ իմ արջև ասած օրկեստրին այդ երաժշտությունը նույնպես այդ էներգին գզարնի ժողովրդին եւ հետաքրքրային է որ ժողովուրդն գուկա իմ գրնագիս So as բանը շատ բարերով
չեմ գնար բացադրել, բայց այդ է, այսինքն գնաց կալ, you feel it, եթե այդտեղ ես։ Իսկ որոնք են այդ մղիչ ուժերը, որ դակավին մինչև այսօր ցեզի կբահեն գրքոտ եւ փոցավար։ Կյանքը շատ կսիրեմ։ Ինձ համար ես միշտ բանգնեմ, որ իբր այս բանը, որ ինձ դրված այս միշնը, որ ես պետք է ինչու համար ես մենք ունենք 80-90 տարի անշուշտ երկար կյանք փորես, բայց այդ 80-90 տարի ունենք, որ ապրենք այս աշխարհի մեջ։ Առաջի 1/3-ը պիտի կփորձես, որ մյուս երկրորդ եւ երրորդը ինչ կրնաս դալ, ինչ հետ կրնաս ցկել կամ եթե մեկ հոգի աստեցություն ցկած եմ իբր երաժշտություն մտածեն բանի մասին, ամենակարևորը սերը, ես միշտ կսեմ ամենասիրած բառս անգլերենով love, 4 քիր է, բայց սերը, եթե սեր գա ամեն ինչի մասին, ես երաժշտան չեմ գնացել կսիրեմ երաժշտություն, որովհետև շատ դգար է, այո, այսինքն իմ օքսիգենս է, առանց անոր չեմ գնար ապրիլ, եթե ասեմ նպատակս անընդհատ լալ անգերց առաջերտին իմ համտեբ, որ ես կրնամ հայլին մեջ նայիլ, որով շատ դժվար բան է, եւ փորձեք իսկականից հայլի մեջը աչքերուդ նայել շատ դժվար բան է, բայց եթե դու անգերձ ես կորցիտ մեջ, ոչ թե միայն երաժշտություն, ամեն ինչի մեջ է, եթե անգերձ ես եւ ամբողջ չես սպարել ոչ մեկ բան նվազ, ամեն ինչ պետք է դրվի, ինչպես որ ասի ամեն մեկ փորձ ինձ համար, ամեն մեկ համերգ ինձ համար գարս է արդեն ասիկա վերջինն է, սո պետք է ամեն ինչս դամ իրեն, բայց նորեն շնորհված ենք, որ քիշերը գբարգինք, արդուն գարտանք արդեն նոր էներգին, էմոցիոնը ամեն ինչը դերն է եւ դեպի առաջ կերտանք։ Մայստրո, հատկանշական համերգը, որ ծեր մտքի մեջ միջև այսօր Գամ միջև կյանքին վերջ ծրոշմված պիտի մանա, այսքան համերգներ, որ ունենակ ըլա լիպանան, ըլա արդասահման բոլոր աշխարհի բոլոր կողմերը, հատկանշական համերգը, որ ծեր մեջ պիտի մնա ծրոշմված, որ մեկն է կգարցեք։ Մի քանի համերգներ կան, որը նորենց զգացմունք է, ես ժամանակներ եղած գարձեմ, որ մեր հիմալսոնները պիտի գարձեն դարօրինակ է, բայց ես զգացած եմ, որ մարմինես թույլ ելած եմ համերգի ժամանակ, դեսած եմ նույնիսկ ինքս ինձ, որ գարձես թե օթեն թուրս եմ եւ վերեն ինքս տեսած եղած է, որովհետեւ գիտեք օրինակ սուֆիները երբ որ գտարնան, չէ, գտարնան եւ ճիշտ նույն բանն է իրենք այդպես այդ meditation-ի մեջ կմտնան, որ իրենց մարմինեն դուրս կելան, բայց երաժշտությունը այդ բուդա գգարձեմ որ ամեն մարդու համար եւ ինձ համար անշուշտ 2020 թվականի այս իմ բալբակի համերգներ, որ մոտավորապես 20 միլիոն հոգի դիտեց աշխարհի մեջ բոլոր, ինչու համար հյուրահատուկ է 2020-ին բոլորս գիտենք կորոնա էր, կովիդի ժամանակ էր, ամբողջ աշխարհը իրենց ամբողջ ունեցածներով եւ այլն եւ հնարավորություններով համերգներ պիտի դային 4 հոգի նստած մասկերով եւ այլն դարբեր, բայց երաժշտությունը ակ չէ։ Մրացը որ ես եթե մեկը բամբուջին ես պետք է բամնեմ, գարձեմ հիմա արդեն ասիգա ասկծնեն գոր աստեղը։ Ուրեմն Զանգարեցի Բալբեկ ֆեստիվալի դնորենուհին Նայլային, ասի Նայլա ես կուզեմ ամայման հիմա համերգ մտալ Բալբեկի մեջ անշուշտ առանց ժողովրդի, որովհետև կորոնա է չլար։ Ինքս օքեյ շատ լավ գաղափար է 15 հոգի հանենք։ Ասի նո, 15 հոգին պիտի լա 150 հոգի։ Ինչպես սա որ ճիշտ է, սա որ խենթես։ Ասի այո, շնորհակալ եմ կոմպլիմանին համար, այո խենթեմ։ Սո այն ժամանակ հանեցի Բալբեկ կորոնայի ադենը։ Լիբանանի ֆիլհարմոնիկ օրքեստրը 3 հատ երգչախումբ եւ դարբեր երաժշտություններ մեջ դնելով եւ ինձ համար հբարդ եմ այդ բանը, որովհետեւ սկացի որ իմ բարդականությունս է
եւ այսպեսի մոդեցում էր գիտեք երբ որ մեկը հիվանդանոցնակ սիրտը գնաս էլեկտրական բաները շոկը գբերեն որբեսի շոկնեն եւ որ սիրտը նորեն աշխատի սկացի որ ամբողջ աշխարհի մեջ երաժշտությունը մերած վիճակ է եւ մեկը պետք է այդ շոկը դա եւ այդպես ալարի so այդ բանով հբարեմ ընդհանրապես շատ չեմ խոսի համերգներուց մասին բայց այդ այո շատ հբարդեմ իսկ մեծերու հետ աշխատելը Ռահբանին Ֆեյրուզը որ ինչպես քիչ առաջ գցեիք ինչ փորձառություն եւ պատասխանատվություն դրավ ծեր վրա նայեցեք երբ որ շատ մեծ են ինչպես Ջուլիա Բուտրոսը կամ Ֆեյրուզը կամ Մարսել Խալիվ ով որ աս մեծերը կամ Կարակալայի հետ աշխատած եմ ապոչ իրենց առաջանկամը լալով Կարակալայի բարախումբը բարեց լայվ օրկեստրի հետ որ ես ղեկավար պատասխանատվությունը շատ մեծ է եւ շատ լավ է որ ինչքան մեծ պատասխանատվություն ես ավելի ուրախ կլամ իրենց հետ շատ թյուրին է աշխատելը որով իրենք շատ լավ գիտեն ինչ կուզեն շատ դժվար է աշխատել մարդկանց հետ որ չեն գիտեր ինչ կուզեն եւ դադամսին ասա բայց Ֆեյրուզը օրինակ շատ լավ գիտե ճիշտ ինչ կուզե Ջուլիան շատ լավ գիտե եւ իմ բادرանությունս է որ այդ արդեն ես մեջտեղ բերեմ իրենց ուզածը շատ գեղեցիկ զգացումն է եւ այդ արիտները դեսնաս իրենք շատ հանգիստ են որ իրենց կովը սույն մգա որ գնան այդ սույնին վրա հենվիլ Maestro Harut Fazlian, մենք մեր հայդակրին մեջ անագնգալի բաժին մնալ ունենք։ Okay. Հիմա ցեզի պիտի թույլ տանք որ դուք լսեք այս անագնգալը։ Okay. Harut Fazlianին մասին գնամ երկու ցևով խոսիլ։ Առաջին ցևը is the grandiose եւ խենտանալիք Harut Fazliանը եւ երկրորդ ցևը is ամենամեծ սիրտով եւ անուշիկ in Babas Harut Fazlian. But this is a great time for me to be vulnerable and just tell him how grateful I am for him. But if I got to be grateful for him, not for any particular reason, but maybe because he's just so big and he's a legend in my eyes. So this is a perfect time for yes Iragan Iran isem Merci Shad Harut Fazlian. Merci Shad Maestro Harut Fazlian. Merci Shad Im Babas Harut Fazliana. Bidiskesim eselu vor Merci Shad Maestro Harut Fazlian. Vor you never forced me vor konsernerutkam. You never forced me vor amenku porterutkam. You just always wanted me around and listen to the beautiful music that you produced. Terkerovet yevku khel yevku with your head. Yergorta guzamesel Merci Bab Harut Fazlian. For you always take care of me and your energy you're not selfish. You run by make your fuel is happiness. Whether it's to make me happy, whether it's to make your daughter Tia Fazlian happy, or whether it's your beautiful and the greatest mother and wife Nora Fazlian to be happy. I just wanted to say Merci Shad for you do everything you can for always, always, always. And last but not least, Merci Shad Harut Fazlian, that you exist on this planet. In tough times, you always show up. Whether it's you always work under pressure or you don't work under pressure, you always produce every single time. And I'm not talking to this I'm telling this as if Kezi Chemkider, as if I know you as a musician, as if I just know you as Harut Fazlian, as if I just know you for konser nerud kertam misht. Bidisem Merci Shad for Shad Martik Nerun Yanka Pochadis. Եվ ես կուզեմ որ քեզի եսել, որով չեմ կնիրետ է թում բիդի հավադասն է մարդիկ քեզի եսեն, բայց ես հիմա դղայդ բես կսեմ որ you have changed people's lives from your hard work, from your patience, from your beautiful heart, and last but not least, from the love you have to your music. The love you have to your music. Բիդի վերջանամ բայ էսելու միշտ մարդիկ ինձի գուկան և ինձի գսեն որ ես շատ լավ գնվակեմ իմ դրամզս խենտանալիք գնվակեմ ես գիտեմ ինչու շատ լավ գնվակեմ և բաբայիս երեսեն է whether բիդի հավադա ինձի կամ բիչի հավադա ինձի իրեն երեսեն է որև ես տեսած եմ իրեն at his lowest and at his highest
he never gives up, he always pushes through. Եվ եթե մեծ բանը սորվազեմն եմ բաբայիս մասին, կամ եթե Maestro Հարութ Ֆազլյանի մասին սորվազեմ, is whatever happens, the show must go on. Եվ ինձի միշտ կսե, եւ որ ծնած էին ինձի կսե, եւ to this day ինձի միշտ կսե. So, as Maestro Հարութ Ֆազլյան, thank you for everything. As Im Babas, I love you so much. Thank you for everything. Wow. Wow. Հոգիս Մենք ունգընտրեցինք Բեջ Ֆազլյանը, ձեր դղան, որ Բոստոնեն ղրգած էր այս փոժիսը, որպեսի ցեզի որպես իբր անագնգալ ցեզի իր երախտագիտությունը եւ երգայությունը դալու ձեր անխոնջ աշխատանքին իբր մայստրո, իբր խմբավար եւ իբր հայր։ Շնորհավոր է, thank you. Սկացված եմ, my god, that was nice. Դա, հիմա վերադառնանք Մեկ հատ արդյունքները սպանում, it's okay. Մեր ժամանակը արդեն գսպարի, մի քանի հարցումներ ունենք եւ գարչ հարցում պատասխաններ ունենք։ Նախ մի անցնենք Արաբական աշխարհի մեջ ունեցած ձեր աշխատանքին, որ դուք դասական երաժշտության դարածման հետ միասին աշխատեցաք արաբականի եւ այս բոլոր երաժշտության հետ։ Ուր է հայկական բաժինը այս արաբական աշխարհի մեջ ձեր աշխատանքին հետ կապված։ Հիմա կարծեմ դուք արդեն Դուբայ աշխատիկ, Դուբայ օրքեստր։ Այդ մասին կգնանք խոսել։ Okay, հայկական երաժշտությունը ես իբր սիմֆոնիկ մանով միշտ երբ որ Լիբանանի մեջ լա եւ թուրքերը միշտ անպայման հայկական երաժշտություն, այսինքն սիմֆոնիկի առումով խաչատուրյան միշտ կնվագեմ։ Այդ իմ չեմ ասել իմ պետք է իբր բարդականություն չէ, պետք է ադիգա անպայման նվագեմ, միշտ կնվագեմ։ Աբացուցելու համար հիմա հոկտեմբերի վերջը Դուբայ համերգ ունենք եւ առաջի գդորը որ պիտի նվագեմ եւ այս էքսպոյի մեջ է համաշխարհային Asia Pacific Conference-ը գա որ աշխարհի ամեն տեղեն մեյերները vice presidents եւ այլն պիտի ներգալան շատ մեծ բան է եւ մեր օրկեստրը գեժան պիտի նվագի առաջի գդորը Սուսերու բարով գսկսեմ Խաչատուրյանի okay հրաշալի երաժշտություն է բայց դա իմ արդեն ես պետք է ադիգա Հիմա պետք է ասեմ որ անշուշտ իբր երաշտական ագանչիս մեջ հայկական երաշտությունը իձնե մեջս գա այդ բանը եւ այս մեղեդիները որ կան որ մենք շատ երաշտական ժողովուրդ ենք եւ երկային ժողովուրդ ենք չէ ինչպես որ քիչ գրասենք մենք երկենք կսիրենք երկել ուրեմն այս երաժշտությունը հետ շատ գաբ ունի ես կոմիդասի երաժշտությունը օրկեստրի համար միշտ կնվագեմ so իմ պետք է այդքան անեմ որով ես հայ եմ վերջո Օրմուս Սոսարկիսյանը շատ մեծ տերասան Սոսարկիսյանը ստացել նորից հորս հետ եւ այլն սա որ շատ սիրեցի սա որ ես չեմ պատկերացնել ինձ ոչ հայ Շատ ավոր է So նույնպես այսինքն ես եմ ինչ որ եմ որովհետև առաջի հերթին ծնած եմ հայ ծնած եմ Լիբանանի մեջ եւ այլն բայց կարևոր արյունս հայ է վերջո Իսկ ուրիշ բան մայստրո ինչպես հիմա ամեն բան փոփոխություն կգրի աշխարհի վրա նույնիսկ երաշտական դասական երաժշտության երկացանկերը եւ հիմա այս դասական երաժշտության երկացանկի մեջ կմտնեն սիմֆոնիկ ռոք եւ այլ ցեվով այլ ժանրի երկեր կմիացնեն սիմֆոնիկին դասականին հետ միասին ինչ ունի կսերիկ այդ ուղղությամբ արդյոք անհրաժեշտ է կամ պապակելի է Հիմա այս օրերուն, այս ժամանակաշրջանին Նայեք, շատ ես ալարած եմ ռոք սիմֆոնիկ եւ շատ պետք է ինչպես որ մեզ հիմա ունակ շատ arrangement-ներ գնեմ որ դասական երաժշտության մեջ գմսնեմ արաբական գործիքներ ուդը նայ կանուն արաբական percussion-ները եւ այլն որովհետեւ աշխարհը փոքր է Փոքրացած է շատ եւ գաբացուցենք որ երաժշտությունը լերաշան լեզուն իրական ամեն մարդու մոդ է գասկնան ներառու աշխարհի ամեն տեղ որ գնահատվում է արաբական երաժշտությամբ այս գործիքները դասական երաժշտություն ամարտ գտնունի հիմա 90-ական թվականներին Լուչիանո Պավարոտի որ կինենք հրաշալի տենոր էր
Սա մտած ինչպես կրնան ինչպես որ անգլերենով ասեն crossover, որ գնան երդասարտությունը, որը ռոք երաժշտությունը դիկնի, բերել դեպի օպերա։ Այո։ Դժվար բերելար իրենց այդ երդասարտության օպերայի բերելու, սո ինչերին ինքը Pavarotti-ն սկսավ դուետներ երգեր Bryan Adams-ի հետ, Celine Dion-ի հետ եւ այլն։ Ուրեմն եւ նորեն շատ աղոր բան է երդասարտները որ ռոք մտիկն են սկսան Pavarotti-ին ճանչնալու անցով սկսան լսելու ասենք Puccini-ի արիաները եւ սկսան սորվելու եւ շատ մարդիկ կան որ սկսան օպերացրելու որովհետեւ Pavarotti-ին երգեց Bryan Adams-ի հետ իսկ դասական երաժշտություն լսողները ծանոթացան այս ժանրի մեջը Այո ինձ համար շատ կարևոր է այս էքսպերիմենտները անելը մինչև որ իրարու մեջ բնական ձուլում ըլլա ձուլում է չէ՞ բարասեն solve այսինքն պետք է ծերնոցը ծերքին ճիշտ մտնա դրվի ոչ թե այսինքն զորով անցնել որպես անելու սիրուն եւ այդպես ալգա անելու սիրուն բան մնեմ կտեսնակ որ հաճող չէ եւ ինչպես գիտենք որ հաճող չէ որովհետեւ չի կոյա դեվեր այո չի շարունակվիր այո Եվ ես միշտ կսեմ երաժշտություն ինձ կհարցնեն որ մեկը as արվեստ է, իսկ որ մեկը ասենք entertainment բան զվարճանալու համար է, ով գնա որոշել։ Վերջի միայն մեկ բան գնա որոշել այդ ժամանակն է։ Ոչ ես իրավունք ունեմ, ես գնամ ասել որ as երաժշտությունը լավ չէ եւ այլն, բայց ժողովրդականություն ունի։ Օրինակ, բայց ես իբր երաժիշտ կսեմ որ ասեք, օքեյ, իմս խոսքեր են, բայց ժամանակը ցույց կտա, որ մեկը ճիշտն է։ Այո։ Մայստրո, աշխարհի զանազան երկիրներում այդ զանազան համերգներով հանդես եկող, միշտ նորություններ ստեղծող եւ բեղող նոր բաժիններ հիմնող համասարաններում մեջ կրթության համար եւ այսպիսի մայստրոին հաջողությունները եւ ցերկբերումները թյուրությամբ չբերվեցան անկուն գիշերներ հարմար մթնոլորտ եւ անխոնջ աշխատանք պետք էր այս բոլորը հաջողելու համար ձեր գարտիկով ով է իսկական խմբավարը կամ ինչ է այն բանը որ մարդը գրնա իսկական խմբավար դարձնել As ամեն ինչ մեջ պետք է ասեմ, որ շատ կարևոր անցում կա իմ կյանքից մեջը, որ ինչպես որ դղաս կսեր դարբեր կյանքը ալիք է, չէ։ Այո։ Ուրեմն միայն մեկ անցում կա, որ միշտ կողքս եղած է, այդ իմ դիգինս է նորան, իմ դիգինս է, իմ նորաս, նորան։ Ուրեմն նորային մեծությունը այդ է, որովհետև մենք երաժիշտներ ենք, արվեստագետ ենք եւ ունենք մեր դրամատուրգությունները դարբեր սկացմունքային ալիքներու մեջ եւ երբ որ նորային մեծությունը այն է որ երբ որ ճուրը հանդարտ է գիտեմ որ ինքը գիտեմ որ գողքս այդտեղ չէ բայց երբ որ ալիքոցը լա արդեն այդ ժամանակ գիտեմ որ ինքը միշտ ցերկը գուտա եւ ես իրեն ցերկը գնամ բռնել որպես ինձ այդ ալիքեն այդ բղդոր կամպանեն ինձ դուրս հանե սո նորային ես շատ ամեն ինչ բարդական եմ գիտեք բզի քախնիկ մգնամ ասել երբ որ ես փեմ ելնամ երբ որ երթանամ ժողովրդին առաջինը միշտ աչքս նորային իրարու կտեսնանք իրարու ասենք գանգթարթ գնենք եւ ինձ օքեյ ես կուտա եւ կսկսեմ համերգը դալ երբ որ համերգը լարանը եւ ժողովուրդը չեմ կանի 100 ռոկի կամ 1000 ռոկի լա ես գիտեմ ուրեն նոսատ միշտ նորային աչքերուն այն երեգան մի բան եղավ եւ ինքը իրեն օքեյ գուտա աչքերով որ շարավոր էր եւ ինձ համար ամենակարևորն է մեկ երկրորդը զավակներս Թիաս, աղջիկս Թիան եւ Բերջը այդ զավակի սերը որ գա եւ իրենց աչքերում մեջ է օրինակ իմ աղջիկից Թիայից բզդիգությունը որ երբ որ ես դուն գուկամ կորցեն եւ այլն ինքը թե քալիչիկը գվազվզեր ասենք ոտքերով գուկա կովս եւ իրեն աչքերում մեջ գտնած իրեն Բաբային այդ սերը եւ մինչեւ հիմա որ գիտեմ որ գա եւ այդ ինձ շատ մեջ ուժ գուտա
Serguda Tebigank. Okay, Berjonal Berjsa որ խոսեր գոր շատ so ընտանիքը շատ կարևոր է ինձ համար շատ կարևոր եւ ես միշտ ուզա գիշեմ բզդիգուչանես իվ ուզած եմ որ ընտանիք ունենամ հայրը լամ եւ զավակ ունենամ եւ շատ բախտավոր եմ ունիմ շատ գեղեցիկ ընտանիքմա ունիմ my princess իշխանուհիս Տիաս եւ իշխանս Բերջի եւ անշուշտ իմ թակուհիս Նորան Maestro, ուրեմն մենք կարճ հարցում պատասխաններ ունենք, պետք է արագ հարցումներում պատասխանները, մեկ բառ կամ մեկ sentence, նախատասություն, ուրեմն, կարելի է ասել, որ մանկության ձեր երազները եւ ներկայի ձեռքբերումները իրարով կհամեմատին։ Այո։ Եղավ։ Այո։ Տակավին կապամը։ Եթե ձեր կյանքը համեմատեք սիմֆոնիի հետ, դուք ձեր որ բաժնի մեջ կտեսնեք։ Սուկցեսի։ No. Իրավունք չունիք, որով սիմֆոնին մեկ պատմություն մնե։ Այո, բայց որ բաժնի մեջ ավելի կսկակ դուք ձեզի։ Գա ալեգրոն, գա այդ գրքոտ բաժինը, իսկ կարծեմ որ այդ գրքոտ բաժնի մեջ ավելի։ Երևի ասենք 4-րդը, իբր ֆինալ։ Okay, դժվար էր ասում, okay։ Եթե ձեր չունենաք ղեկավարության ջբոտը, բայդիկը, ինչով պիտի ղեկավարեիք ձերքերով, աչքերով, թե սրտով։ Բոլորը միասին ինչեմ անում բանը գնեմ, որով մեր արվեստը այդպես է։ Մեր արվեստը պետք է այդ 3 հատը, ես 3 անգամ բանը գսեի, ուրեմն արագ մսեմ, միակ եթե ուրիշ գա թող խնդրեմ մեզի մեր լսողները թողսեն, բայց ղեկավար իսկական ղեկավար միակ արվեստը, միակ կորձ, միջեսեմ կորձ, միակ կորձն է ասենք, որ երբ որ իսկական կաշխատես միաժամանակ կօգտագործես 100%-ով մտային ուղեղը պետք է 100%-ով արթունը լա, միաժամանակ 100%-ով մարմնային էներգին պետք է ունենաս եւ միաժամանակ սկացմունքային արտահայտումները պետք է լա միաժամանակ աս 3 հատ ուրիշ կորձ չկա որ պետք է ասեմ անոր համար շատ հոգնած կլանք մեր համերգներն հետո իսկ համերգի ժամանակ միշտ եղած են բահեր կամ վրիբումներ երբ ասած եք Աստված իմ եթե Բեթհովենը լար այս մեկը պիտի չներեր օրինակ նման վարգաններ վերածված կլան զվարճալի դրվագներով գա նման դրվագ մզոր կարելի է Փաժնեցիլ մեր ունգընտիրներ ուներ։ Այո, մեկ հատ քիչ կլավ վրիբումներ, բայց մեկ անգամ գիշեմ Լիբանանի մեջ համերգ տվինք, շատ լավ համերգ անցավ եւ այն ժամանակ միշտ համերգին հետո մեկ հատ անկոր բիս մգնեինք, բզդիկ կդոր մգնեինք։ Ուրեմն պատրաստած էինք ամեն ինչը եւ գիշեմ Դվորժակի 9-րդ սիմֆոնիաներ ղեկավարեցի ժողովուրդ UNESCO սրահի մեջն ապո ժողովուրդը 1200 հոգի ծափահարություններ standing ovation եւ այլն շատ լավ կուլիս ելա դուրս ատենտեր ծափահարություններ գա իդ պիտի մտնա որպեսի բիս անեմ իսկ բիսի համար պատրաստած ենք Չայկովսկիի Nutcracker-ն at ռուսական բարը պապ շատ թյուրին բան է եւ իբր ղեկավար այդ բամությունից նենց մեկ երկու տակ արդեն օրկեստրը գնավակ է Ուրեմն կուլիս ելա, կուլիս մտա եւ ետ դուրս պիտի կամ անշուշտ միշտ ես կպատրաստեմ որ Պեմելալես առաջ երաշխուն միտքիս մեջն է արդեն սիրտս at տեմպոյով գդրոպե եւ պատրաստեմ Ուրեմն դուրս ելա նես պետք մտնամ ասի լավ ինչպես էր այդ երաշխունը բոլորովին մորցա միտքես չունիմ բայց պետք է գիտնամ չէ ինչ պիտնեմ լավ ինչ պիտնեմ ելապեմ ժողովուրդը գծապարո ելապեմ Եվ գիտեն օրկեստրը շատ, ասենք հումորով դայեմ, օրկեստրը դեմ երբ որ աշխատիմ, փորձերով դեմ միշտ հումորա գնեմ եւ այն սո գիտեն հումոր ունիմ այսինքն։ Բայց իրականությունը heç մեկ նոտա չեմ կեր, օլավսի ինչ եմ Սիկոնե երկրորդ ճուտագահարներ որ արջևս նստած են իրենց նոտան նային որ նոտան որ գտեսամ ասեմ պիտի գարտամ եւ պիտի վերհիշեմ մելոդին սո մոդեցա երկրորդ ճուտագահարեն որ նոտան առնեմ ինքը գարձած ջոկ կնեմ որ հետը ուրեմն բահեց նոտան ինձ biçi da ասեմ որ Antoine no I need to see պետք է տեսնամ չի ցկեց սո այս ժամանակ գիտեք գնալա 10 յետվարգան է բայց բանը անվերջի ադվար սո յետվարիչա առաջի ճուտագահարին գնային որ ինչ Լասոր մեկ հատ նայում նոտաները ինչպես է օկեյ օկեյ եղավ սո աս բաները մեկներ որ իսկականից մամոց համով էր այսինքն Երբ արտնակ որն է առաջին նոտը որ գհնչեց էր մտքի մեջ
ինչ գերեվի ինչ որ քիշերը միտքից մեջ է երաշխությունը եղած որ ադիգա անընդհատ է հա նորան միշտ գսե նորան գսե որ քիշերը բարգացած են ինչու աչապ բանես դանջված է գսկամ որ բանի մեջ է անընդհատ չեմ կեր մյուզիկա ինչ որ բան այո եթե երաժիշտ չլայք ինչ մասնագիտություն կընտրեիք Պամ որ space-ի հետ կապված է բզդգությունից գիշեմ շատ լավ գուզեի օտաչու լալ pilot մինչև մայ շատ գսիրեմ շատ գսիրեմ տերս ադիգա եթե ազատ ժամ ունենաք ինչով գսպաղիք եթե գսեմ որովհետև No, ունիմ պետք է անպայման ազատ ժամ ունենամ ասեմ որ երաշխումից չեմ ուներ Առաջ շատ քիչ կգարտայի, իրականությունը բիդեցեմ, շատ քիչ կար, հիմա անշուշտ կգարտամ, կովս ունիմ կգարտամ, բայց հիմա որբեսի միայն հանգիստնեմ տելևիզիոնով Netflix կամ պամը եւ այլն, եւ անշուշտ սպոր շատ կսրեմ, ֆուտբոլի խենտեմ, խաղալու եւ դիդելու։ Ուրեմն յուրաքանչյուր անձ իր սրտի մեջ ունի ներքին մեղեթիմը, ինչ կգոչվի ձեր ներքին մեղեթին։ Ինչ կգոչվի, որ կամ որն է, որ մեկն է։ Որ մեկն է, անալ գլլա։ Գազում աշխարհի ամենակեղեցիկ երաժշտությունը Բեթհովենի 9-րդ սիմֆոնիի 3-րդ մաս, տանտաղ մասի երաժշտությունն է, երբ որ արդեն կտեսնաս, որ արևը դուրս ելած եւ սկսավ, որ ամբողջ պատմությունն է, ամբողջ ինչպես բնության քույները կսկսին Թուրսկալ Այո Մտի գրեք Բեթհովենի 9-րդ սիմֆոնիին 3-րդ մասը Իսկ եթե երաժշտությունը մարդը լար գվիջեիք անոր հետ կամ գսիրահարեիք Անպայման սիրահարված վեճ Իսկ ինչ պիտի նախընտրեք խմել թե կամ սուրճ Սուրճ Մայստրո մեր այսօրվա հարցումները ավարտեցավ Շատ շնորհակալ եմ շատ հաճելի էր Շատ շնորհակալ ենք, որ դուք այսօր եղաք մեր հետ եւ այսքան անգեղձորեն արտահայտեցիք ձեր յանքի ուղիները բացահայտեցիք մեր ուղղընկերներուն։ Իբր ձեր փորձառութենեն մեկնած վերջին բան, ինչ խրատ կամ ինչ բան գուզեք ասել նոր սերունդի երաժիշտներուն կամ երիտասարդ արվեստագետներուն կամ որոնք կուզեն արվեստագետ դառնալ, ինչ խրատ կորնակ տալ։ Մեծ հաճույքով շատ կարևոր է անպայման խրադս եթե երաժշտություն գսորվիկ անպայման մյուս արվեստները պետք է գիտնակ ես ինչպես որսի գարտալու մասը անպայման պետք է գարտակ անպայման պետք է քույները նկարները մեծ նկարիչները տեսնակ դարբեր մեկնաբանումներ դարբեր երաժիշտներ լսել որ ամեն ինչը գաստե գիտակցաբար եւ անկիտակցաբար բայց երաժշտությունը այդպեսի մեջ բամն է որ մեր երաժշտության մեջը եւ գա քույն եւ գա texture եւ գա խորունգություն ամեն ինչը իմ բանաս աշխատիլ շատ փորձ առանց փորձի չի գա միշտ հիսեք 99% perspiration 1% inspiration այսինքն 99% քրդինքի աշխատանք է 1% աստվածված է okay աշխատանքը ամենակարևորն է դարբեր երաժշտություններ դարբեր ցևի դարբեր մեկնաբանումներ դարբեր արվեստներ պետք է լսեք տեսնակ թիդեք որովհետև արվեստագետը he has to be complete ապողջական պետք է լա Շնորհակալ ենք մայստրո Հարութ Ֆազլյան այս արիթին համար իսկապես դարձյալ շնորհակալ ենք ուրախ ենք որ Թիմանագար հայտակրի հյուրը եղեք այսօր եւ եթե ունիք բան ավելցնել Ես շատ շնորհակալ եմ շատ զգացված եմ շատ հաճելի էր ինձ համար Շնորհակալ ենք Հարգելի ունկնդիրներ Այսպիսով գպագենք մեր հետաքրքրական հանդիպումը Կհիշեցնենք որ Թիմանագարը այսօր հյուրընկալեց երաժիշտ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր խմբավար մայստրո Հարութ Ֆազլյանը Հուսանք մեր զրույցը թող ոգեշնչում ըլլաց էր բոլորին Շնորհակալություն ցայնի հաղորդավար Անտոնին ցեզի հետ դերշողիկ Տորոսյանը մեր հաջորդ հանդիպումը հարաճիգա շորեքշաբթի բացահայտելու նոր անձնավորությունը եւ անոր հաջողության գաղտնիքները